իդեալ համակարգը եկամտահարկի վերադարձի օրենքի շահառուների միջև տեղաբաշխում է մինչև 2.5 միլիարդ դրամի վերանորոգման սերտիֆիկատներ։ 5000 ընտանիք կարող է ստանալ 500,000 դրամ արժողությամբ վերանորոգման սերտիֆիկատ, մոտենալով իդեալ համակարգի ցանկացած խալոցրահ։ Մի քանի հարց ունեմ, էլի նախ ուզում եի հասկանալ ինչ է էկոնոմիկայի նախարարությունը ներկայացնում հանձնաժողովին վերաբերող նախագիծը եւ հարցս մի քիչ ավելի հայեցակարգային է, այ դուք նշեցիք պարոն Պապայան, որ սպառողների շահերի, այսպես ասած, պաշտպանության ողջ օրենսդրությունը համապատասխանեցվել է եվրոպական ստանդարտներին, դիրեկտիվներին, բայց այստեղ մի հատ հարց կա, ինչու է սպառողների շահերի պաշտպանությունը այսպես ասած լիազորվում մրցակցության հանձնաժողովին, որովհետև ըստ իս դրանք երկու տարբեր ինստիտուտներ են եւ այդտեղ շահերի բախում եմ ես տեսնում, դա իմ արդյոք դիտարկվել է այս հարցը քննարկվել է շահերի բախման, նաեւ այնտեղ խոսք գնաց զեղչերի մասով, որ քննարկումներ կլինեն, ինչը շատ ողջունելի է, որովհետև ինքս եղել եմ տեխնիկայի խանութում եւ տեսել եմ թե ինչքան տարբեր գների մագնշումներ կան, որոնք շփոթեցնող են եւ ինձ համար առնվազն որպես սպառող անհասկանալի է ինչով են պաշտպանում իմ իրավունքները եւ նաեւ այստեղ նաեւ միավոր գնի ցուցադրման մասին խոսք գնաց, կուզենայի իմանալ կյանքի մեջ ինչ նկատի ունեք միավոր գնի, այսինքն եթե դա չգիտեմ ոնց կլինի մեծածախ առևտրի դեպքում միավոր գնի մասին է խոսքը եւ այլն եւ ինչ է սա տալու, որովհետեւ մեր մոտ սպառողների շահերի պաշտպանության նաեւ ես ասեմ, օրինակ չգիտեմ բաների մասով, հանրային ծառայությունների մասով ունենք սպառողների շահերի պաշտպանության միություն, որը որ հասարակական կազմակերպություն է ինչևէ հիմա որ մասով որտեղ պետք է դիմի քաղաքացին եւ ինչա այսպես ինձ մի քիչ ցակուցրիվ է ստացվում ըստիս խնդրում եմ պատասխան շնորհակալություն Շնորհակալություն ինչու է էկոնոմիկայի նախարարությունը որովհետեւ սպառողների իրավունքների պաշտպանության քաղաքականությունը կառավարությունում իրականացնում էկոնոմիկայի նախարարությունը եւ ըստ էության հանձնաժողով օրենք կառավարությունը ներկայացնում է իդեմս էկոնոմիկայի նախարարությունը, այսինքն քաղաքականություն վարողը այս պարագայում էկոնոմիկայի նախարարությունն է, իսկ իմպլեմենտացիոն մարմինը տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովը։ Սա մեկ։ Երկրորդը, այո, մենք ինչ ենք արել, մենք ըստ էության վերցրել ենք Եվրոմիության դիրեկտիվները, 6 դիրեկտիվներ, եւ այդ դիրեկտիվները բերել ենք մեր օրենսդրության մեջ համապատասխանեցրել ենք եւ ըստ էության այդ համապատասխանությունը իրականացնելիս անկեղծ կլինեմ շատ բան չեն կարել ես մեր պետությանը հարմար է թե չէ ես մեր հասարակությունը այդպես կան այսինքն եթե ընդունում ենք որ մենք ուզում ենք այդ ձևով գնանք առաջ այդ ամբողջ այդ մեխանիզմը վերցվել է եւ սպառողների պաշտպանության համակարգը, այսինքն տնտեսական մրցակցություն եւ սպառողների պաշտպանություն իրանք աշխարհում մի տրամաբանությամբ են դիտարկվում, այսինքն տնտեսական մրցակցությունը ինքը էլի սպառողների պաշտպանության տրամաբանությամբ դիտարկում հարցերին եւ տնտեսական մրցակցության դուժողը էլի տնտեսական մրցակցություն եթե կա դրա շահողը սպառողն է եւ սպառողների իրավունքները պաշտպանված են եւ եթե չկա տնտեսական մրցակցություն դրա առաջի դուժողը սպառողն է եւ սպառողների իրավունքները գրեթե անհնար է պաշտպանել եւ եվրոպական օրենսդրության փիլիսոփայությունը հետեւյալն է որ եթե դու ուզում ես սպառողների իրավունքները պաշտպանես պետք է դու ունենաս 10 հատ խանութ մի փողոցի վրա եթե դու ունենաս աշխարհի ամենախիստ վարչարությունը բայց մի խանութ այսպես ասած ինչքան էլ վարչարություն անես այդ սպառողների իրավունքները չեն պաշտպանվել այսինքն մրցակցությունը ինքը պաշտպանում է սպառողների իրավունքները հետեւաբար տնտեսական մրցակցության եւ սպառողների իրավունքների պաշտպանության փիլիսոփայությունները իրար հետ խիստ համադրված են եւ ընդհակառակը նույնիսկ փիլիսոփայությունը եվրոպական օրենսդրության այնպեսին է որ եթե դու ունես շատ սուր մրցակցություն ինչ-որ շուկայում, նույնիսկ կարող ես տնտեսական սպառողների իրավունքների պաշտպանությամբ չմտածել, որովհետև նա ով չի մտածի սպառողների իրավունքների պաշտպանությամբ, ինքը անկախ պետական միջամտությունից վաղը շուկայից դուրս է մնալու եւ դա այդ հիմնական դրույթն է։ Ձեր հաջորդ հարցը վերաբերվում էր թե ինչու ենք այդ մեկ միավորի հատվածը ներառել, դա էլի օրենսդրության ադապտացիայից ենք եկել, մոտավորապես այսպեսի իրավիճակներ
Հուսելի մրցակցության մեջ դասական մրցակցության մեջ կարծում եմ չի լինի, բայց ոչ մրցակցային իրավիճակում միգուցե լինի, հա։ Տպավորություն է լինում երբեմն, որ օրինակ եթե դու առնես 10 հատ, մեկ հատի գինը կարող է լինի ավելի էժան, բայց ասենք 10 հատի գինը էլի մեկ հատի գնի չափ է։ Այսինքն ասում են փաթեթի գինը այսքան է, բայց այդ փաթեթը պետք է եթե 1 քառակուսի մետրով է օրինակ հաշվարկվում, պետք է հաշվի թե 1 քառակուսի մետրի գինը ինչքան է, եթե մետրով է 1 մետրի գինը ինչքան է, այսինքն որոշակի չափման միավորով եւս գնահատման հնարավորություն է տալի, որ ուղղակի սպառողի, այսպես ասած, տեղեկացված լինելու իրավունքն է, այսինքն եթե ինչ-որ փաթեթի մեջ որ բան 10 հատ է, եւ դա ասում ենք, որ այս փաթեթը արժի օրինակ 1000 դրամ, պետք է իմանանք, 1 հատը արժի օրինակ 120 դրամ, 100 դրամ, թե 80 դրամ։ Հա, այսինքն մեկ հատի գինը առանձին, եթե սպառողը գներ, դրա գինը ինչքան կլիներ, դա էլ է շատ կարևոր, որտեղ եթե մեկ հատը առանձին գներ 120 դրամ դա լավ է, եթե 100 դրամ լիներ, ստացվում է, որ մոլորեցնում են, հա, իսկ 80-ը ընդհանրապես լրիվ ուրիշ պատմություն է։ Երևի թե եթե այլ, հա, բանի զեղչերի հետ կապված դուք ճիշտ եք, ես էլ եմ այդ կարծիքին ու մենք ուղղակի առաջինից երկրորդ ընթերցման, այսինքն մինչև առաջին ընթերցում չհասցրեցինք վերջնականացնենք մեր ձևակերպումները, հիմա մայիս 12-ին եւս մեկ քննարկում ունենք ու բավականին հեշտացված տրամաբանություն ենք ունենալու ու էլի գնում ենք այն փիլիսոփայությունից, որ ոչ թե մենք պետք է կանոններ լիքը սահմանենք, որպեսզի այդ կանոնների հետևից sense գնանք բանանենք, այլ եթե մենք գնանք այն տրամաբանությամբ, որ եթե ինչ-որ շուկայում կան բազմաթիվ մասնակիցներ եւ տնտեսական մրցակցությունը ապահովված է, այդ մասնակիցներից ոչ մեկը այսպիսի խախտումներ չի անի, ինչի մասին մենք խոսում ենք, որպեսզի մի հատ գնանք վերահսկողություն անենք, որովհետեւ 1-2 այդ խախտումները կանի, սպառողները կհիաստափվեն, այդ բիզնեսը ընդհանրապես շուկայից դուրս կգա։ Իսկ այն շուկաներում, որտեղ որ այդպիսի իրավիճակ տեսականորեն կարող է առաջանալ, այդ դեպքում արդեն սպառողների իրավունքների պաշտպանության հստակ գործիքակազմ է սահմանված օրենսդրությամբ, այդ օրենսդրությամբ արդեն համապատասխան միջոցառումներ կիրականացնի տնտեսական մրցակցության պաշտպանության եւ սպառողների իրավունքների պաշտպանության հանձնաժողովը, որտեղ այս օրենքի ընդունումից հետո հանձնաժողովը դառնում է տնտեսական մրցակցության եւ սպառողների իրավունքների պաշտպանության հանձնաժողով։ Դիքիվ արդեն մի բան էլ ես ասեմ, հետո արձագանք եք էլի, ուրեմն մենք հենց բովանդակային մասը ինչու պիտի մրցակցության հանձնաժողովը նաև սպառողների շահերի պաշտպանությամբ զբաղվի, այդ հարցը քննարկել ենք, ըստ էության համաձայն եմ, որ այդտեղ կապ կա ու մրցակցության ու սպառողների շահերի միջև կապ կա, բայց մեզ մի հարց էր ուրիշ հետաքրքրում, որ սպառողները դրա հետևանքով չընկնեն ինչ-որ անհասկանալի իրավիճակի մեջ, որովհետև օրինակ էլեկտրաէներգիայի դեպքում ՀՑԿՀ-ն է զբաղվում, մեկ այլ դեպքում մեկ այլ կառույց է զբաղվում, այդ հարցերը տվել ենք ու պատկերացում է, թե սխալվում եմ, խնդրում եմ ինձ ուղղեն, հետևյալն է։ Այն հարցերը, որոնց իրավասու մարմինը մրցակցության հանձնաժողովն է զբաղվելու են հենց իրենք, որոնք որ իրենք չեն զբաղվում, իրենք ստեղծել են արդեն գործարկել են համապատասխան պլատֆորմ եւ սպառողը, որը գտնում է, որ իր շահերը ոտնահարվել են, լինի հոսանքի հետ կապված ծառայությունների, ապրանքների գնման, լրացնում են այդտեղ ու արդեն մրցակցության հանձնաժողովը հետևում է դրա ընթացքին, ուղղորդում է այն կառույցին, որը որ դրանով պիտի զբաղվի ու ապահովում է հետադարձ կապը։ Բայց իհարկե այստեղ շատ կարևոր է, էլի պիտի կրկնեմ, նաև պարոն Պապյանը դրա մասին ասեց, որ մենք մի կողմից փորձելով սպառողներին պաշտպանել, մրցակցությունը ապահովել, պիտի մաքսիմալ զգույշ լինենք, որպեսզի մեր գործողությունները տնտեսվարողների ճկունության վրա չազդեն ու մարդիկ չմտածեն ու չվախենան, ասենք եթե ուզենան որևէ կրեատիվ բան անեն, որովհետև մեկ-մեկ դա կարող է գլխացավանք դառնա իրենց համար։ Օրինակ զեղչերի մասին մենք այդ օրենսդրությունը ընդունել ենք, որ սպառողները պաշտպանված լինեն, այդ չբռնեն, ասենք օրինակ 1000 դրամը որ վաճառվում է, գրեն վրան 2000 դրամ, հետո 2000 դրամը ջնջեն, հետ սարքեն 1000 դրամ ու ներկայացնեն, որ զեղչ չեն արել, այդ ամեն ինչից պաշտպանելու համար օրենսդրություն ընդունել ենք, բայց սա ստեղծել է մի հատ հակառակ իրավիճակ, երբ հիմա տնտեսվարողները բողոքում են, որ իրականում ուզում են իրանք զեղչ անեն, բայց այդ զեղչ անելու համար պիտի բարդ մաթեմատիկական հաշվարկներով, չգիտեմ ինչեր անեն, վերջում էլ մրցակցության հանձնաժողովը գա, ասի գիտեք ինչ կա 479.8 դրամի փոխարեն պիտի գրածնենք 476 ու 7 դրամ բռնեն այդ մարդկանց տուգանեն։ Այս հարցերով մանրամասն իրար հետ կքննարկենք։ Խնդրեմ։
Շնորհակալություն, ես ճկունության մասով, տնտեսվարողի ճկունության մասով ամբողջությամբ համաձայն եմ ձեզ հետ, պարոն Թունյան, մասնավորապես այն պարագայում, որ ես ինքս էլ շփվել եմ տնտեսվարողների հետ եւ խնդիր կա, օրինակ զեղչերը ավելի ճկուն տնտեսվարողին թույլ տալ, որպեսզի ինքը հնարավորություն ունենա իր զեղչերը կազմակերպել Եվ օրինակ, այս միավոր գնի մասով էլ ես հասկանում եմ, որ դա գուցե տեսանելիությունը ապահովում հաճախորդին, բայց արդյոք մենք սրանով չենք բարդացնում տնտեսվարողի կյանքը, որովհետև այո, եթե ինձ հրապուրիչ է թվում, չգիտեմ, հատը 100-ով գնել կամ 80-ով գնել, բայց 10 հատը 1000-ով գնել, Եվ ես այդքան մաթեմատիկական գիտելիքներ չունեմ, որպեսզի ես կարծում եմ հիմա սպառողը մենք մի քիչ բան ենք անում, էլի սպառողը ինքը բաժանում է շատ լավ գիտի հատի միավորը ինչքան է գալի։ Հիմա որ գրեց հատը, չգիտեմ, այսքան, բայց ինքը 10 հատով է վաճառում։ Այդ սպառողը եկավ, ասեց դե 2 հատ ինձ տուր։ Հիմա մի հատ էլ այդտեղ է կինո դառնալու, այսինքն դա է մի հատ խնդիր դառնալու, որ մենք 2 հատով չենք վաճառում, մենք 10 հատով ենք վաճառում։ Սա այո, միավորի գինն է, բայց մենք միավորով չենք վաճառում։ Ես ուզում եմ ասեմ, որքանով սա, չգիտեմ, ես կխնդրեմ ուղղակի իսկ բանի մասով մրցակցության պաշտպանության եւ սպառողների շահերի պաշտպանության մասով ես ընդունում եմ, որ մրցակցության պաշտպանությունը արդյունքում բերում է սպառողների շահերի պաշտպանության, բայց դա հենց մրցակցության մասով պետք է պաշտպանությունը կազմակերպի մրցակցության հանձնաժողովը, ոչ թե անհատապես սպառողի իմ տրամաբանությամբ սպառողի շահերում պետք է ներգրաված լինեն անպայման հասարակական կազմակերպությունները, որպեսզի պետական մարմինը ինքն էլ վերահսկելիության տակ լինի եւ անվերահսկելի չլինի, թե արդյոք ինքը կարողացավ պաշտպանել այդ սպառողի շահը, թե ոչ։ Ես այս մասով էսեր եւ ուղղակի պետք է խնդրեմ այս ընթացքում եթե ունենաք քննարկումներ պարոն Թունյան ինձ նույնպես ներառեք որովհետեւ հետաքրքիր մաթեմատիկան շնորհակալություն Անպայման Տիկին Վարդան շնորհակալություն խնդրեմ պարոն Պապյան թե արձագանք Ես կարծում եմ սա խանգարող հանգամանք չէ ընդհակառակը լրացնող հանգամանք է այսինքն եթե վաճառողը ինքը վաճառում է այդ տրամաբանությամբ դա իրավունքն է վաճառելու ընդհանրապես սպառողը եւս մեկ անգամ հավելյալ տեղեկատվություն ստանալու իրավունք ունի հիմա այդ տեղեկատվությունը իրան պետքա թե պետք չի արդեն ինքը այդ բային գնահատի մենք բոլորս սպառողներ ենք եւ ամեն օր միլիոնավոր նոր կամ հազարավոր կամ հարյուրավոր նոր ինֆորմացիաներ է մեզ գալիս եւ այդ ինֆորմացիաների 99%-ը մեզ օրինակ պետք չի լինում այսինքն մենք ինքներս ենք գնահատում դա մեզ պետքա թե պետք չի, ինչ վերաբերվում է ուրեմն այն մասին թե հասարակական կազմակերպությունները պետք է ունենան, այո պետք է ունենան, իրանք մինչև հիմա էլ են ունեցել այդ դերակատարումը եւ շարունակելու են ունենալ, պարզապես մինչև հիմա ինստիտուցիոնալ առումով պաշտպանություն չի եղել սպառողների իրավունքների, այսինքն այդ պաշտպանությունը տեղի է ունեցել դատական կարգով, ավելի այսպես ասած հասարակական ճնշման, մրցակցության եւ այլ կանոնների եւ ընդհանուր օրենքների տրամաբանության մեջ, իսկ այս պայն արդեն ավելի գործող եւ ճկուն ու ազդող կառուցակարգեր են առաջարկված, որոնք որ ելի միտված են սպառողների շահերի իրավունքների պաշտպանությանը եւ տեսեք, սպառողների իրավունքների շահերի պաշտպանությունն էլ տնտեսական մրցակցություն է որովհետև եթե մենք 4-ով պայմանական 4-ը տնտեսական գործունեությամբ են զբաղվում, բայց մեկը չի պաշտպանում սպառողների իրավունքները եւ դրանով ստանում է տնտեսական առավելություն, մրցակցային առավելություն, սա հասարակության խնդիրն է եւ այստեղ եւ սպառողների իրավունքների պաշտպանության հարցն էլ ինքը հակառակ տրամաբանությամբ տնտեսական մրցակցության պաշտպանության հարց է, որովհետեւ եթե որևէ մեկին թույլատրված է սպառողների իրավունքները չպաշտպանել կամ կարելի է չպաշտպանել եւ ինքը դրանով ստանում է տնտեսական առավելություններ մյուսների նկատմամբ սա եւս խնդրահարույց է եւ այս առումով եւ այս կողմն է իր ազդեցություն ունի եւ մյուս կողմն էլ ազդեցություն ունեն